Կանայք փիսիկ են։ Փիսոն վատ բան է, վատ կենթանի է։ Չի ասել, չէ՞ ոնց որ էշ լինի կամ ասենք հավ։ Արտահայտությունը ինքնին մի փոքր սուր է հնչում։ Ես չեմ վիրավորվում, այ մարդիկ ինչ են վիրավորվում։ Ես չեմ վիրավորվում, որի մամուսին ինձ ասում է այ փիսո։ Այն ամեն ինչ չի պատահում սովորական մարդկանց հետ, պատահում է սովորաբար քեզ հետ։ Հովանես Դավթյանը պետք է սայլակով մտներ բեմ եւ ես դրա վրա քնած ինձ մտցրեց բեմ։ Նարեկն ասում է, որ ես թույլ չեմ տա, որ ծովինարը ինձնից շատ գումար աշխատի։ Սահմանափակում այն է, երբ տղամարդը ոչինչ չի անում եւ մի հատ էլ ասում է դու պիտի ես չանես։ Ո՞նց ես բիզնես ղեկավարում դու։ Ես ընդհանրապես ունեմ բիզնես, Իսկ դու մոտ ես միլիոնատեր դառնալուն։ 800,000 միլիոն 800,000 միլիոն։ Հրապարակում ձյունանուշ աշխատելուց մինչև մայր թատրոնի գլխավոր դերեր ու բիզնես։ Թիվթվաբանության տաղավարում պոզիտիվ Ծովինար Մարտիրոսյանն է, ողջույն։ Շնորհակալ եմ, որ եկաք հասաք մեզ վերջապես։ Այո։ Ո՞նց եք։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ 963 ռոբոտիկն է Նարեկի հաղորդումը Թիվթվաբանության այդ թողարկումը մեծ ֆուրոր էր առաջացրել կարծում եմ որ ձեր այս թողարկումը եւս չի զիջելու իր քննարկումներով լսենք առաջին հարցը հետո սկսենք մեր քննարկումը գնացինք Երբ է առաջին անգամ գրավոր հիշատակվում Ծովինար անունը հայ բանահյուսության մեջ Ասենց էս կարգի հարցեր է։ Այս մի քիչ բարդ հարցեր սովորաբար ավելի գուշակության հարցեր են լինում Չի, Սասունցի Դավիթ, Ծովինար, իսկ եթե ավելի հետ գնանք հին հայկական դիցաբանության մեջ, Ծովինարը ծովերի աստվածուհին էր եւ նրանից կենարար անձրևներ էին խնդրում էին անձրևներ, որպեսզի բերքը լավ լինի այդ տարվա։ Բայց ինձ թվում է ճիշտ տրամաբանության են գնում, որովհետեւ գրավոր հիշատակությունը ամեն դեպքում երևի թե ոչ թե դիցաբանությունն է, այլ Էպոս, Սասունցի Դավիթ էպոսն է, որտեղ Ծովինարը Սանասար ջրից Սանասար Բաղդասարին ունեցած մայրիկն է, այո։ Հիմա պետք է թիվ գրենք։ Ինձ թվում է 1800-ականներ։ 1800-ական վերջերը։ Այո, ես եմ կարծում։ 95 երևի, չգիտեմ։ 1895։ Ես գրեմ մի քիչ ավելի քիչ։ Եթե այսպես ասեմ։ Այդ երևի համահավաք ես կարծում եմ այդ համահավաք բնագրի թիվն է 1870-ականներ ենթադրում եմ հա կարող է եւ 1895 Ծովինարի կարծիքով բայց դա ինձ թվում է չէ ինձ թվում է դա ամբողջական տարբերակի թիվն է լսենք ճիշտ պատասխանը Ծովինար անունը առաջին անգամ գրավոր հիշատակվում է Սասնա ծռեր էպոսում այն գրի է առնվել 19-րդ դարում 1800 Երկուսս էլ 19-րդ դարի 1800 թիվ չկա Չէ հա ճիշտ ենք այսինքն երկուսս Լավ եկեք միավորը երկուսից տանք Հա մենք իրար հետ մրցում ենք ծով արի սկսենք ձեր թատրոնի կուլիսների ամենազվարճալի դեպքերից որոնցից վստահաբար դու կհիշես, որովհետև ինչպես դու ես նշում, այն ամեն ինչ ինչ չի պատահում սովորական մարդկանց հետ, պատահում է սովորաբար քեզ հետ։ Հիմա այդպիսի մի դեպք, որ հաստատի քո այդ ասածը։ Երբ դեռ ուսանող էի, չէ, արդեն կարծեմ աշխատում էի, չեմ հիշում, շատ հոգնած էի, ու այնտեղ կար այսպես կալյասկայի նման մի բան, որի վրա դրվում է ռեկվիզիտները կուլիսում։ Ու այդտեղից դերասանը վերցնում է այ ռեկվիզիտը մտնում է բեմ, հետո բերում է տեղն է դնում եւ այլն։ Մի պահ դատարկվել էր այդ սայլակը եւ ես տոնածառային ներկայացումներ էինք խաղում օրը 5-6 սեանսով, այսպես ասեմ, շատ հոգնած էի։ Տեղ չկար բոլորը ու մուտքը չէր, պարկած հանգստանում էին նստարաններին, այդ փոքրիկ դիվանչիկներին, բան։ Ես տեսա, որ դա ազատ է, մի այսքան բան էր։ Պարկեցի դրա վրա։ Տարել են։ Ու քնեցի Հովանես Դավթյանը։ Իմ շատ լավ ընկեր, պետք է սայլակով մտներ բեմ եւ ես դրա վրա քնած ինձ մտցրեց բեմ եւ ես կեսից այսպես գնում եմ ու աչքերս բացում եմ տեսնում եմ դահլիճով ես բեմով անցնում եմ ուղիղ այն ժամանակ պարոն Դավթյանն էր մեր տնօրենը ու տեսնեմ կուլիսում հենց տնօրենը կանգնած այսպես մեզանայում հա դե պետք էր տակից դուրս գալ եւ այլն ասացինք դե ներկայացման մաս է կազմում այս ամեն ինչը դրա համար այդպես անցանք շատ այդպես կուրիոզնի բաներ եղել են ու շատ թափվել եմ մի անգամ բեմում
Գլխավոր դեր է, Բառերը կարող հնարավոր է խառնեմ, այո։ Բառերն եմ շատ խառնում։ Իսկ ուշաթափվելուց հետո ինչ կատարվեց։ Ես մտա բեմ, Պեպո ներկայացման ժամանակ էր դա, էլի շատ գերհոգնած ծանրաբեռնված վիճակ էր, շատ շոկ էր հիշում եմ, ես մտապեմ ու հասկացա, որ ինչ-որ գլխապտույտ ունեմ, աչքերից դեմս եվանում, այնց կուլիսից ասում են ծովինար հետ արի, որովհետև երևի իրենք տեսնում են, որ ես վատ եմ, ես կանգնած պայքարում եմ, որ տեքստս ասեմ, որովհետև իմ շատ սիրելի ավակ ընկեր Տիգրան Ներսյանն է դիմացս կանգնած, Պեպո ներկայացումն է ու ես պիտի գնամ այդպես իրեն նայեմ եւ անցնեմ առաջ եւ այլն։ Ես նայում եմ պարոն Ներսյանին ու հասկանում եմ, որ ես հիմա կուշաթափվեմ։ Ու կամած հետ եմ գնում ու շրախ այդ պուլտի վրա այդ։ Ու էլ բան չեմ հիշում եմ մեր ռեկվիզիտի տիկին Հասմիկը, ով ինձ ապտակում էր, ասում էր՝ «Վեր կացի»։ Բեմի վրա այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը բեմի վրա էր, հետո ինձ տարան այնտեղ։ Հետո ինձ տարան։ Ներկայացումը շարունակվեց։ Եկավ, այո, ես ունեմ ընկերուհի, ով իմ բոլոր տեքստերը գիտի եւ ոչ միայն իմ ամբողջ թատրոնի եւ դերասանական կազմի եւ ներկայացումների բոլոր տեքստերը գիտի, ինքը շարունակել էր ներկայացումը։ Մեր դերասանուհիներից Ռոզիկ, շնորհակալ եմ։ Մենք առիթ ունեցել ենք քեզ բեմում տեսնելու եւ քիչ առաջ ինչպես պատմում էի, վերջերս Հարսնացուն Հյուսիսից ներկայացմանն էի, շատ կարճ դրվագ ես խաղում, բայց մտար տրամադրությունը փոխեցիր, բոլորիս ակտիվացրիր ու դուրս եկար, բայց հիմա ուզում եմ որ նույնը կատարես մեր տաղավարում, հիմա պիտի փորձության միջով քեզ անցկացնենք։ Հիմա ասեմ։ Ուրեմն ես ասում եմ կիսատ միտք, որից հետո դու պետք է տեսարանը զարգացնես ու շարունակես։ Ես երբեք քեզ չէի ասի սա, բայց հիմա այլ ելք չունեմ։ Այս նախադասությունն ես ասում ու ասում ես մի բան, որը այս պահին մտքիդ գալիս է ու կարող ես խաղալ։ Վայ, այնքան մարդ կա, որ կարելի է հիմա այդպես ակնարկներով հասցնել տեղ։ Ես քեզ սա երբեք չէի, գիտեք ինչն է վատ, ես կյանքում երբեք չեմ կարող խաղալ։ Ես հիմա այստեղ նստած ոնց որ ինձ խափեմ։ Լավ, վայ, դե հիմա պատկերացրու։ Մի օպե, ես սա քեզ երբեք չէի ասի, բայց քանի որ այլ ելք չունեմ, ես կասեմ, որ դու ստել ես ինձ, խափել ես ինձ, եւ ես դա իմացել եմ ու այլևս չեմ ուզում շփվել քեզ հետ։ Երբեք։ Աչքիս չերևաս։ Կոնկրետ սցենար ու նպատակ եմ ասում, դու փորձում ես համոզել ընկերուհուդ չամուսնանալ այդ մարդու հետ, ոնց կհամոզեիր։ Ահա, լսի։ Այդ մարդը նախ առաջին հերթին չեք համապատասխանում իրար, ինքը քեզնից կարճահասակ է։ Շատ գերա։ Ու սիրուն չի։ Ու քեզ չի սիրում։ Ես իրան տեսնեմ ուրիշ աղջկա հետ, քեզ խափում է։ Պետք չի դու իր այդ ամուսնանաս։ Խնդրում եմ մի արա այդ սխալ քայլը։ Կփոշմանես, հետո ուշ կլինի։ Հետո երեխեք կունենաս չես կարող էլ բաժանվել։ Էդ ի՞նչ դատավճիռ է երեխեն։ Դե նկատի ունեմ արդեն դժվար կլինի բաժանվելը։ Բայց չեմ համոզվում։ Բայց դա ուրիշի կյանքի մեջ մտնել է, ոնց համոզեմ։ Եթե սիրում է, պետքա մի հատ պետքա մի հատ փորձի, պետքա ինքը իր սխալներից դասեր քաղի։ Այսինքն նմանատիպ բաներ համոզելը մարդուն ես համարում եմ սխալ իրականում։ Դե դեր ենք խաղում։ Բայց եթե դեր ենք խաղում, ասում եմ՝ մի արա, ես իրան տեսել եմ այն օրը կասկադում նստած, ուրիշ աղջկա հետ ձեռքը բռնել էր, համբուրվում էր իր հետ ու ինքը քեզ ծաղրում է ձեռը առնում, չես հավատում ինձ։ Հավատում եմ։ Դե վերջ ուրեմն։ Հավատում եմ։ Էլ չպատասխանես իր զանգերին։ Գրի վերջ, բան արա, չորնի գցի ու վերջացրու։ Ես այն մարդկանցից եմ, ով ոդկը բեմից դուրս դրեց, ընդհանրապես դերասանուհի չի։ Մի հատ բեմ բերեք։ Նկարահանման հրապարակում, օքեյ, թատրոնում, օքեյ։ Ես դուրս եկա այդտեղից, վերջանում է ինձ մոտ, անջատվում է։ Ես չեմ կարող հիմա ուղակի սուտ կեղծ ինչ որ բաներ խաղամ։ Իսկապես չեմ կարող։ Լավ։ Փորձությունը համարենք, որ անցել ենք։ Փորձությունը համարեք պարտված, եթե այսպես լինի, որովհետև իսկապես չեմ կարողանում ես։ Ամեն դեպքում ես իրեն չեմ զանգել։ Հա, բայց մի զանգի, Այո, հա։ շատ լավ։ Լսենք երկրորդ հարցը։ Գնացինք։ Որ դերասանուհին է միլիոնատեր դարձել էկոարտադրանքի բիզնեսով, որքան է կազմում նրա ունեցվածքը։ Էկոարտադրանքի բիզնեսով հայ չի, չէ։ Չէ,
Եթե էկո ինչեր են արտադրել։ ինչ որ Դերասանուհի դերասանուհի է, այո, որը ունի բիզնես եւ միլիոնատեր է դարձել հենց այդ Հիմա կա բիզնեսի ինքը։ շնորհիվ։ Ենթադրում եմ, որ այո։ Լավ, քանի որ դժվար գուշակենք, որ դերասանուհին է, արի գուշակենք, թե որքան կարողություն կունենա դերասանուհին բիզնեսով։ եկեք գրենք մոտ 1 միլիարդ։ Եթե ինքը միլիոնատեր է դարձել այդ դրանով, Պատտենք։ Ծովինարը 1 միլիարդ է գրել, ես չգիտեմ այդ ես ինչ ուզում եմ թիվ է։ ինքը այսքան աշխատած լինի։ Չգիտեմ, Ես գրել եմ 500 միլիոն։ Բիզնեսով 1 միլիարդ։ Այդ մոտը շատ է հարաբերական։ Գցենք 800,000 միլիոն։ 800,000 միլիոն։ Չէ, կներեք։ Ծով, դու քո ու Նարեկի ամուսնության տարին մինչև հիմա չես հիշում։ 20 Արդեն հաշվել ենք, սովորել ենք։ կլոր թիվը Հա, այդ 20 Այս 20-ը հիշում ես, մինչև դառնա 21, էլի մոռանաս։ Չէ, ըստ ումա արդեն կհիշեմ։ Ո՞նց ես բիզնես ղեկավարում դու մաթեմատիկայի հանդեպ քո այսքան մեծ սիրով։ Ես ընդհանրապես ունեմ բիզնես, ղեկավարել ես, ոնց ասեմ, թվերի հետ ես գործ չունեմ։ Ավելի ճիշտ այնտեղ կա մարդով գործ։ Եթե նույնիսկ խափում են։ Չգիտեմ, տեսեք, ես այդքան շատ հաշվարկների մեջ չկամ, բայց կարողանում եմ մարդկանց հոգեբանությամբ տարբերել խափում են թե ոչ։ Ինչպես բացատրեմ։ Ես այդքան հաշվարկների մեջ չկամ, բայց ամսական վերջնահաշվարկ օրինակ ուշադիր ես նայում եք դեմքին, անում եմ։ Չէ, նայում եք դեմքին հասկանում եք խափումը թե չէ։ հավատարիմ մարդիկ իրականում բիզնես ոլորտում պիտի ունենաս Բայց հավատարիմ։ վախ չկա, որ ամեն դեպքում կխափեն, որտեվ թվերից շատ հեռու է։ Եթե ինձ խափեն, Աստված ինձ դրա կրկնակին է տալու։ Ինչ ասեմ։ Հույսը դրեք Աստծո վրա եւ վերջ։ Բավ ջնջեցի։ Ոչինչ, կարևոր արդեն արձանագրել ենք տեսախցիկների առաջ։ Տեսնենք ինչքան Լսենք ճիշտ պատասխանը։ Ջեսիկա Ալբայի կարողությունը մոտավորապես կազմում է մոտ $100 միլիոն։ Նրա եկամտի մեծ մասը գալիս է ոչ թե ֆիլմերից, այլ իր բիզնեսից։ Բույսեր է աճացնում։ Չէ, ենթադրում եմ, որ էկոլոգիապես մաքուր ինչ որ նյութեր են արտադրում։ Լավ, շատ լավ։ Էկոնյութեր։ Տես միլիոնատեր է դարձել։ Իսկ դու մոտ ես միլիոնատեր դառնալուն բիզնեսով։ Բիզնեսով։ Դե թատրոնով դժվար, չէ։ Դե չէ, թատրոնով միլիոնատեր չես դառնա, բայց եթե ունես միլիոնատեր ամուսին, Ահա, շատ լավ թեմա եկանք։ Ուրեմն Նարեկը մեզ մոտ մի քանի մտքեր է արտահայտել, որոնց մասին տարակարծություններն ու բուրըն քննարկումները համացանցով այնքան էին տարածվել, որ ուղղակի, չգիտեմ, դիտումների քանակը ինչքան էր մեր այդ ռիլի։ Նարեկն ասում է, որ ես թույլ չեմ տա, որ Ծովինարը ինձնից շատ գումար աշխատի։ այո, նա այդպես է մտածում։ Թույլ տալիս է, թե թույլ չի տալիս։ Նախ ես չեմ կարող իրենից շատ գումար աշխատել, ասեմ այդ, որովհետև ոնց էլ չլինի, ես կին եմ։ Եվ հետո, տեսեք, իմ գումարը ինձ համար եմ ես աշխատում, իմ հաճույքի համար եմ աշխատում, կարող եմ նաև չաշխատել։ Նարեկը կտա։ Այսպես ասեմ, ահա, նա ինձ ապահովում է ամեն ինչով, ես ուղղակի կողքից որպես զբաղմունք ունեմ իմ սիրած գործը, իմ բիզնեսը, եւ էլի բաներ, գաղափարներ, մտքեր։ Արտահայտությունը, որը հնչել է թույլ չեմ տա, սա է մի փոքր։ Այո, եթե նա իմանա, որ ես իրենից շատ եմ աշխատում, նա ուրիշ բան է, պիսի բան կձեռնարկի, որ ինձնից շատ աշխատի։ Պատասխանները համընկնում են։ Հա, ճիշտ է ասում, ինքը միշտ այդպես է եղել, միշտ։ Բայց այդ թույլ չեմ տան սուր է հնչում, քեզ համար ինչպես է ոչ թե հնչում։ չի թողի, որ ես աշխատեմ շատ գումար, այլ ինքը իրեն վատ կզգա նրանից, որ կինը ավելի շատ գումար է աշխատում, քան ինքը, եւ կաշխատի ավելին անել, որպեսզի, պես ասեմ, իր որպես տղամարդ ավելի կայացած լինի, ավելի ճիշտ դիրքում մնա, ավելի, գիտեք, մեզ մոտ մի քիչ այդ գումարային խնդիրներից չեմ սիրում, որ խոսում են, բայց տան տղամարդ է, պետք է աշխատի, ապահովի իր ընտանիքը, եւ ես կարծում եմ, որ թույլ չեմ տան, դա ոչ թե վերաբերվում է, որ դու ինձ շատ փող հանկարծ չաշխատես, այլ ուղղակի ինքը իր վրա այնպես կաշխատի, որ ինձ շատ ավելի գումար աշխատի եւ չթողնի, որ ես տառապեմ տան ինչ որ կենցաղային բաների համար, հա։
Հաջորդ տողը, որը ցնցել էր համացանցը, կանայք փիսիկ են Այո։ եւ պետք է իրենց այդպես վերաբերվել։ Հիմա քո կարծիքն ենք ուզում իմանալ Ես հասկանում եմ մարդկանց այդ բանը, որ իրենք փիսիկ չեն ուզում լինել, թող ինչ կենթանի ուզում են լինեն, ես դրա մասին չեմ խոսում։ Ուղղակի իսկ կլինի կենթանի չէ, չլինի։ նկատի ունեմ, նայեք, տեսեք, դա որպես վատ բան մի նայեք, որ դա փաղաքշական է, փոքրիկին են ասում։ Ես տեսա քո հարցազրույցներից մեկում, որ դու ասում ես, որ ես էությամբ փիսիկ եմ, երբ որ քեզ էի ուսումնասիրում։ Դա նախատիպն է։ Այսինքն ես որպես կին էությամբ ավելի փափուկ, ավելի տաքուկ, ավելի հանգիստ սիրող մարդ եմ։ Ես այսպես այո, ակտիվ եմ, տեսնում եք, բայց երբ ես մտնում եմ տուն, ես սիրում եմ իմ բազմոցը, իմ հարմարավետ այդ փափուկ ծածկոցը, համով մրգեր լինեն, քաղցրիկներ լինեն, համովիկներ լինեն, լավ ֆիլմ լինի, շատ լավ մթնոլորտ լինի տան մեջ, դա ինձ համար երջանկություն է, որովհետև դրանից ավելի ինչ է պետք կնոջը, եթե առողջ է, զավակները առողջ են, ընտանիքը բարվոք վիճակում է եւ դա ապահովում է այն մարդը, ով հոգ է տանում այդ կնոջ եւ երեխաների համար։ Այսինքն տան տղամարդը։ Եվ շատ լավ է, որպեսզի քեզ վերաբերվում են որպես այդպես, որ չի կարելի ավելի կոպիտ լինել։ Ասենք, ոնց նկարագրեմ։ Ես չունեմ սահմանափակումներ։ Թող բոլոր կանայք իմ նման ազատ լինեն եւ իրենց էմոցիաներում եւ իրենց ապրումներում եւ իրենց տանը եւ իրենց ամուսնու կողքին։ Ես երբեք որևէ բան թաքուն չեմ անում եւ ես այն եմ, ինչ որ կամ։ Ես իմ էմոցիաների մեջ եմ շատ ազնիվ եւ անկեղծ մարդ։ Եթե ես տխուր եմ, ես տխուր եմ, եթե ես լացում եմ, լացում եմ, եթե ես ագրեսիվ եմ, ագրեսիվ եմ, իսկ դա բնորոշ է բոլոր մարդկանց։ Ես ուղղակի դա չեմ կարողանում պահել, զսպել։ Ես խոսում եմ այն, ինչ մտածում եմ, ես շատ երկար չեմ մտածում, այ հիմա եթե ես ասեմ ես փիսո եմ, ինչ կգրի մեր հարևան Վարդուշ տոտայի հարսը։ Ես դրա համար չեմ մտածում, որովհետև գիտեք, այնքան կարևոր բաներ կան մտածելու։ Ես այդպես եմ կարծում, մարդիկ կան ինձ կընդունեն, կսիրեն, կհարգեն, մարդիկ կան չեն ընդունի, չեն սիրի։ Դա իրենց անհատական կարծիքն է։ Եղեք այն, ինչ ուզում եք լինել։ Այդպես չեմ ծանր տանում այդ, հա, տեսա ինչ որ Նարեկի այդ հաղորդման տակ, ինչու է կնոջը կենթանու անունով ինչ որ նման բաներ, բայց դա ես նայել եմ որպես կոմպլիմենտ փաղաքշական։ Փիսոն վատ բան է, վատ կենթանի է։ Չի ասել, չէ՞ ոնց որ էշ լինի կամ ասենք հապ։ Չէ՞ մենք գիտենք, չէ՞ վատ կենթանին որն է, լավ կենթանին որն է։ Փիսո չի ասել կատու։ Փիսո։ Հնչում է ուղղակի այնպես, որ Ես այնպես եմ անում, որ ձեր հաղորդման դիտողականությունը ավելի բարձրանա։ Կարող եք մոնտաժել այս կամաս։ Հա։ Այն բոլոր կոմենտ գրողները հիմա կտրուկ տեղափոխվում են այստեղ։ Թող տեղափոխվեն։ Ես դեմ չեմ։ Թող գրեն։ Չէ, իրականում կարևորը դուք քեզ որպես կին լավ ես զգում, փիսոյի կարգավիճակում, թե ինչ կարգավիճակում, կարևորը քեզ է լավ, ինչպես ուզում եք երջանիկ եղեք։ Մենք դրա դեմ ոչինչ չունենք, իսեր Աստծո։ Ուղղակի արտահայտությունը ինքնին մի փոքր սուր է հնչում իսկապես եւ մարդիկ տարընթերցումների առաջ էին կանգնել։ Դե ոչինչ, թող մի քիչ կանգնեն այդ բաների առջև։ Ես չեմ վիրավորվում, բայց մարդիկ ինչ են վիրավորվում։ Ես չեմ վիրավորվում, որ իմ ամուսինն ինձ ասում է՝ «Այ փիսո»։ Ես չեմ վիր, դուք մի նեղվեք, սիրելիներս, ես չեմ նեղվում։ Լսենք հաջորդ հարցը։ Լսենք։ Կինոյի պատմության մեջ ո՞ր զույգն է ամենաշատը նկարահանվել ֆիլմերում միասին։ Հայկական ֆիլմերում թե ընդհանրապես։ Ընդհանրապես հարցերը միշտ համաշխարհային մակարդակով են։ Որ զույգը։ Հա։ Ջոլին ու Բրեդ Պիտը։ Չէ։ Շատ քիչ է։ Քիչ է։ Գիտեմ ով, դա բանը, Ալ Պաչինո չէ, Տարանտինո չէ, բանը, այն մարդը, Չելենտանոն եւ կինը։ Չգիտեմ, պետք է գրենք քանի ֆիլմում են նկարվել մոտավորապես։ Աստված իմ, ես ինչ Դու հարցեր նարեկ եք ինձ օրինակ տալիս։ քանի ներկայացման կամ ֆիլմի մեջ եք չգիտեմ, ես խաղացել։ ոնց իմանամ Չելենտանոն։ Ես չեմ հիշում։ Պիտի գուշակենք դրա համար։ Ասենք 10։ 50։ Ավելի քիչ եմ գրում ես։ 10։ Ծովինարի կարծիքով 10 ֆիլմում, ես կարծում եմ 7 ֆիլմում։ Շատ լավ։ Տեսնենք։ Տեսնենք։ William Powell եւ Myrna Loy միասին նկարահանվել են մոտ 14 ֆիլմում, ավելի քան 10 տարվա ընթացքում։ Տեսա՞ք։
Դու մոտ էիր։ Բայց ես իրենց տեղը չբերեցի, եթե անկել։ Ես էլ։ Լավ, ինչ որ է, ահա։ Սահմանափակումներից խոսեցինք, բայց ես լսել եմ քո հարցազրույցներից մեկը, որում դու ասում ես, որ եթե Նարեկն ասում է, «Էս ինչ տեղում չես խաղում, էս ինչ մարդու հետ չես խաղում», ես էլ հարցել չեմ տալիս։ Այսինքն դու դա ընդունում ես որպես պարզ ճշմարտություն։ Դա սահմանափակում չի եւ որ փուլում ես դու սկսել հաշտ լինել այդ ամեն ինչի հետ։ Ոչ, դա սահմանափակում չի, դա ընդհանրապես խորհուրդ է, երբ որ ես հարցնում եմ ու դա նորմալ եմ համարում, երբ որ դու հարցնում ես քո ամուսնուն, որ գիտես կամ ասում ես, ինձ հրավիրել են այս ինչ ֆիլմում խաղալու։ Ինչ կարծիք ես։ Ամուսինը հարցնում է, ում հետ ես խաղալու, ով է ռեժիսորը, սցենարը եւ այլն։ Ասում ես ամեն ինչ, ասում է, չէ, ես դեմ եմ, որ դու խաղաս այստեղ կամ չեմ ուզի լինես այդտեղ կամ Որակական իմաստով, հա, երևի։ Դե ինքը ունի իր տեսակետը, ասում եմ, օքեյ։ Հարց չի առաջանում։ Գիտեք ինչու հարց չի առաջանում։ Ես ձեզ մի անգամից ասեմ, երբ որ դու ապահովված ես եւ չունես այդ խնդիրը, ինչպես ասեմ, որ պարտադիր պիտի նկարահանվես կամ պարտադիր պիտի գումար աշխատես, պարտադիր պիտի լինես նույնիսկ քո չուզած տեղում, դա ուրիշ հարց է։ Այ դա կլինի սահմանափակում, երբ գիտես քո, այո, բաներ կա, որ պիտի անես, որպեսզի եւ այլն։ Բայց այս դեպքում ինչու ես դու լսում ամուսնուն։ Ես դա հիմա այսպես գաղափարով ասեմ, էլի, որովհետեւ նա ապահովում է քեզ ամեն ինչով, դու ոչ մի բանի կարիք չունես այդ պահին թերևս եւ նա ասում է պետք չի նկարահանվես այս արագայում այսպես եւ դու չես կարող ասել ոչ ես գնում եմ իմ կարիերան բանման որովհետեւ շատ դեպքերում ասում ես ավելի լավ չեմ հոգնի կամ դերը այդքան էլ լավը չի գուցե համաձայնեցվում է այդ ամեն ինչը դա սահմանափակում չեմ համարում սահմանափակում այն է երբ տղամարդը ոչինչ չի անում կնոջ համար, երեխաների համար եւ մի հատ էլ ասում է դու պիտի ես չանես, այ դա արդեն կբերի կոնֆլիկտի։ Քո դեպքում էլ դա կլինի անընդունելի եւ կոնֆլիկտային։ Այո, անպայման։ Ես զարմանում եմ ինքը ոնց է 20 տարի ինձ հետ ապրում։ Ինչի համար։ Որովհետեւ ես շատ բարդ մարդ եմ իրականում։ Ինչու՞ մակարանում բարդությունը։ Ես էլ ունեմ կապրիզներ, ես էլ ունեմ իմ ոնց ասեմ սկզբունքները եւ այլն նա շատ ավելի կարծես զիջող լինի այս պարագայում ասում էր փիսիկի նման էսպես նայում է ինձ եւ ես անում եմ այն ինչ ինքը ուզում է հաճախ ես բանադրում փիսիկությունը ասում ամեն ինչ չի անում ինչ որ ուզում եմ բայց մի քիչ ինչ որ նույնիսկ ասեմ ինքը շատ բռնկուն է թատրոնում չեն լինում նման դեպքեր այսինքն որ ին վրա ջղայնանա թատրոնում կամ բան շատ ա լինում ես ուղղակի լռում եմ հանդարտացնում եմ իրավիճակը կամ գուցե ես էլ այդ պահին բղավեմ չգիտեմ նայած ինչ սիտուացիա է բայց լինում է իհարկե սովորական ընտանիքների նման 2-2 է դառնում հաշիվը դեռ ունենք 2 հարց դեռ կարող ես բարդ հարցեր են բայց ինձ բարդ են բայց հա դե ոչինչ լավ գուշակության են ամեն դեպքում Մարդիկ նոր ինֆորմացիայի քանի տոկոսն են մոռանում առաջին 1 ժամում Ես կեսից ավելին հաստատ մոռանում եմ եթե ինձ բարբերաբար դրա մասին չեն ասում Քեզ մոտ ինչպես է աշխատում Ես ընդհանրապես շատ մոռացկոտ մարդ եմ Այն օր ընկերուհիս այնքան լավ բան ասեց, ասում է դու նույնիսկ մոռանում ես այն մարդուն, ով քեզ ցավ է պատճառել։ Մի քանի օրից ես կարող եմ ընդհանրապես չհիշեմ, որ այդ մարդու հետ ես խնդիր եմ ունեցել, որովհետև ու շատ արագ ներում եմ, շատ արագ եմ ներում, որովհետև չես հիշում։ Ոչ թե չեմ հիշում, այլ դա ինձ պետք չի ծանր այդ բեռը իմ ուսերին տանել եւ ամեն այդ մարդուն հանդիպելուց ինչ որ կամ վատ բացասական էներգիա զգամ։ Ես մարդկանց ներում եմ շատ արագ եւ նույնիսկ մոռանում եմ թե ինչու էի վիճել կամ բարկացել կամ շատ դեպքերում ու շատ հաճախ իմ շատ մոտ ընկերուհին Լիլիթս ինձ միշտ ասում է դու մոռացար այդ աղջիկը ինչ արեց քեզ Օրինակ էլի ու այդպես ես ասում եմ լավ ճիշտ է հա ճիշտ է պետքա մեկ չջղայնացած մնամ իսկ ինֆորմացիաները երևի ես 99% մոռանում եմ ինձ մոտ մնում է կարևոր մի տոկոսը ինչ որ բան գրեմ ես մոռացել եկել ես նկարահանման դուք ինձ անդադ հիշացնում եք 93%-ը մոռանում է այս տոկոսի նշանն է չէ այո Մեկ-մեկ դոլարն ու տոկոսը խառնում է։ Անկեղծ։
93%։ Հա, 70%։ Ես իմ կարծիքով 70% ծովիներն իր արշինով է չափել Ես չգիտեմ այդ բանով բրիտանցի գիտնականները ոնց են հաշվում, բայց ես իմ ասեմ, որ ես մոռանում եմ 93% ասել։ Լսենք ճիշտ պատասխանը։ Նոր ինֆորմացիայի մոտ 50%-ը մարդիկ մոռանում են առաջին 1 ժամվա ընթացքում։ Ես ավելի մոտ էի, բայց դե հա 90 մարդիկ կան, որոնք 93%-ն են մոռանում, սիրելի գիտնականներ եւ սիրելի ռոբոտիկ։ Այո։ Ձեր վլոգներից մեկում ես չգիտեմ դա կատակ էր թե ոչ, բայց երեխային էլ էի մոռացել տանը։ Շատ հնարավոր է որ մոռանամ։ Եղել են այդպիսի դեպքեր, որ իսկապես այո, եղել են, որ երեխային են Երեխայից չեմ մոռացել, բայց շատ բաներ մոռացել եմ։ ամենահետաքրքիրը որն է եղել, որ բայց նաև եղել է շատ պայթյունավտանգ։ Ասեմ, շատ պայթյունավտանգ եղել է, շատ կարևոր նկարահանում ունեի։ Ուրեմն պետք է տանեի սև տաբատ, տեսարանի շարունակություն պիտի նկարահանվի եւ պիտի նկարահանվի Ենոք Հավանում։ Եվ ինձ մեր նկարչուհին վստահել էր, ասել էի տանեմ տուն, որ լվանամ, պատրաստեմ, ես ինքս կբերեմ, խնդրում եմ թող հակս մնա, հավես չունեմ, փոխվեմ գնամ նկարահանումից, համոզել էի մեր նկարչուհուն ու այդպես տարել էի հետս տուն այդ տաբատը նկարահանման եւ հաջորդ մի քանի օր հետո առավոտյան պետք է մեկնենք Ենոք Հավան, գիտեք մոտարապես 5-6 ժամանոց ճանապարհ է, ես շատ սիրուն հագնվում եմ, գնում եմ Ենոք Հավան եւ ասում են դե պատրաստվեք նկարահանման, տեղ ենք հասնում բան ու բացում եմ պայուսակս ու հիշում եմ, որ ես չեմ բերել տաբատը ու այդ շորերը չեմ բերել ես նկարահանման Ենոք Հավան ու մեր նկարչուհուն իհարկե վալերանկաներով բանով դրած ասում եմ նուն խնդրում եմ կներես հիմա ես սև տրիկո ունեմ կարամ այդ հագնեմ ջինսը տաբատ պիտի լինի մակին ասում ինչ սև տրիկո ասում եմ ես սև տրիկո ունեմ նույն կապույտ վերնաշապիկից ուրիշ կապույտ վերնաշապիկ ունեմ ասում մենք պրավալ ենք գնում, սա անհնար բան է, հասկանում ես, դու մեքենայից իջնում ես ու պետք է նույն շորերով լինես, ինչ ես խոսում, ասում դու հիմա, մի կերպ հանգստացրեցի ու ասեց զանգի Նարեկին թող բերի, որտեվ Նարեկն է պիտի գար նկարահանման այդ օրը, ասի խնդրում եմ մի ասա, որ ես եմ մոռացել, որովհետև դա պատերազմ է լինելու, այդ տեսեք այդ մոռանալու բանը Նարեկը չի կարողանում հարմարվի ինձ հետ ու նույնն զանգեց, ասեց Նարեկ ջան, չեպե ունենք, խնդրում ենք ծովինարի հագուստը բերել, ասեց ես արդեն Իջևանում եմ, չեմ կարող բերել ու այդպես մտել է խանութ, գնումներ է արել, սև տաբատ, կապույտ վերնաշապիկ, Իջևանից գտել է կարևորը ու ասեմ սև չէր, մուգ կապույտ տաբատ էր ու մենք կարողացանք գոնե մի քիչ հարմարեցնել, նմանեցնել եւ այլն, փչել, սարքել, չգիտեմ ինչեր անել, որպեսզի տեսարանի շարունակությունը կարողանանք նկարել։ Դու հարսանիքի տորը նորմալ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ես եղել։ Երեխեքի կնքվելու օրը բան։ Չէ, ես իմիջիալոց ասեմ պունկտուալ եմ, եթե չեք նկատել, ես շատ պունկտուալ եմ, ասեմ ինչու, որովհետև եթե ես այստեղից ուշանամ, ես ունեմ ժամը 1-ին գործ, այնտեղից եք ուշանամ, 3-ի գործին ընդհանրապես չեմ հասնի, էլ չեմ խոսում երեկոյան, ամբողջը պրավալ կգնա, դրա համար ես ժամային առումով պունկտուալ եմ։ Չէ, մոռացած լինես, ասենք, կարող եմ չգնալ։ Մոռացած լինեմ, չգնամ, բայց որ ուշ գնամ, չէ։ Հասկացա, իսկ կենցաղում այդ մոռանալը ինչ ծիծաղելի երբեմն բաժանության հասցնող դրվագների Տեսեք, կենցաղում երեխաներիս անունները կարող եմ լրիվ այլ անուն տալ։ Մի անգամ իմ Շակոին, ում անունը Արշակ է, Շակո ենք ասում, ես ուղղակի ասեցի Հայկ։ Բայց Հայկ անունով նույնիսկ ծանոթ չունեմ։ Իսկ Նարեկի անունը շփոթել ես։ Չէ, Նարեկինը չեմ շփոթել։ Չէ։ Չէ, շփոթել, չէ։ Լսում ենք վերջին հարցը։ Դերասան ծնողների երեխաների քանի տոկոսն է դառնում դերասան։ Ծովինարը հայտնի դերասանուհու դուստր է, նրա որդին սկսել է կարիերա ֆիլմ արտադրության ոլորտում եւ արդեն ֆիլմը հասանելի է։ Տեսա, որ շատ հպարտ Մուրադի դեմքով կանգնած էիր։ Ճիշտ ասած չէի սպասում, որ Անդրին այսպեսի ճանապարհ կընտրի իր համար շատ բարդ դերասանին։ Ոնց ընդունեցիք, բայց տանը
Դու եւ Նարեկը։ Տեսեք, ես Անրիի հետ լրիվ ուրիշ կերպ եմ։ Մենք շատ լավ ընկերներ ենք։ Ես ու իմ տղան։ Դա նրանից է, որ ես իրեն երևի շուտ եմ ունեցել, չգիտեմ, 20-21-ում արդեն ես երեխա ունեի։ Նարեկը միանգամից ինձ տարավ էլի, որ չհասկացա, հայտնվեցի այդ լավ, ինչ որ այա, ես Անրիի հետ մենք միասին մեծացանք։ Անրին շատ ուրիշ կերպ է մտածում, քան ես։ Եվ երբ ես իմացա, որ նա ֆիլմ է նկարահանում, ես իմացել եմ դա նկարահանումներից եւի 5-6 օր առաջ։ Շատ զարմացա եւ ասաց, որ ուզում է իր ֆիլմ արտադրություն ունենա եւ ես մի քիչ կասկածեցի իրականում, ասեցի 19 տարեկան տղան, այսպես լավ, ասեցի կողքից հետևեմ, ոչ մի բանով օգտակար չեմ եղել եւ կապեր ծանոթներ խառնել բացարձակ ինքն է արել ամեն ինչ, ես անկեղծորեն եմ ասում, եթե ես անեի, ես կասեի, այո, խնդրել եմ ընկերոջս կամ ընկերներիս եկել են արել են, չէ, ինքը փաստորեն ունի իր շրջապատը, իր ընկերները, իր գաղափարակիցները եւ իրենք այո արեցին այդ ամեն ինչը Փակ փողոց ֆիլմը հիմա շատ լավ ֆուրոր առաջացրեց TikTok հարթակում ամբողջ TikTok-ը հիմա դա է որ այսպես թերթում եմ անընդհատ այդ ֆիլմն է բերում շատ լավ հաջողություն ունեցավ ֆիլմը այսպես ասեմ կարճամետրաժ ես տեսա իրեն որպես նաեւ դերասան ինչպես է դրսևորվում դեռ աշխատելու տեղ կա իսկ պատկերացնում եք որ իր ապագան է դա եւ պետք է շարունակի հենց ռեժիսուրայի կամ թատերական արվեստի հիմա նա սովորում է թատերական ինստիտուտի արվեստի կառավարում բաժնում ես պատկերացնում եմ իրեն ավելի պրոդյուսեր տնօրեն ավելի ուրիշ տեղերում քան դերասան ռեժիսոր ես չեմ ուզի տնօրեն հա ես չեմ ուզի որ ինքը մտնի ցավոտ աշխարհ որովհետեւ իսկապես ես կարծում եմ որ ավելի լավ է ըստ իս լինել պրոդյուսեր կամ տնօրեն կամ ռեժիսոր, բայց չեմ ուզի դերասանական արվեստով շարունակի։ Չնայած դե ես չեմ խառնվի, դա իր գործն է եւ ասեմ ինքն էլ լսող երեխա չի, որ ասի, հա, ոնց կուզի։ Ում եք հաշել չլսող։ Իր պապային։ Հա։ Չի լսում Նարեկը։ Չէ, որ ասեմ ինչ-որ բան անենք եւ այլն, եթե հա իրեն դուր գա կլսի, եթե չէ։ Հա։ Իսկ ոնց է շրջանցում այդ եթե իրեն դուր չի գալիս։ Ուղիղ ասում է որ չեն անում։ Ասում է չէ, չեմ ուզում։ Ու չեն անում։ Ու չեն անում, վերջ, հարց պատասխան չկա։ Եթե ես մի փոքր փորձեմ երկարացնել, կասի լուր, վերջ, թարգեցինք այս թեման։ Ես արդեն սովորել եմ դրան, այդ ու այնպես չի էլի որ դժբախտ եմ, հարմարվել եք այդ բաների հետ, հա, նորմալ է, եթե այդ մարդը չի ուզում դա։ Եթե ես ուզում եմ միտեղ գնալ եւ նա չի ուզում, նախ ինձ հետ չի գալիս կամ օրինակ ասում է դու էլ չես գնում, ես էլ չեմ գնում կամ գուցե ասի, չէ, դու գնում ես, ես հավես չունեմ։ Այդպես։ Նորմալ չի։ Ամեն մարդ ինքն է որոշում իր համար, որն է նորմալ, որը նորմալ չէ կարծում եմ։ Այո։ Եվ ոչ մեկս իրավունք չունի սահմանել ինչ որ մարդկանց համար նորմալ են։ Հիմա քանի տոկոսը։ Դե փաստացի դու քո մայրիկի շարունակությունն էիր, հիմա տղատ քո գործն է շարունակում դեռ էս պահին։ Եկեք ասեմ 55 60% իմ կարծիքով ծովիները կարծում են 55%։ Լսենք ճիշտ պատասխանը եւ եզրափակենք մեր խաղը։ Կինո արդյունաբերության տվյալների համաձայն դերասան ծնողների երեխաների մոտ 30%-ը։ Այս փուլում հաղթեց ծովիները։ Հաջողություն ենք մաղթում եւ Անրին եւ ձեր ամբողջ ընտանիքին։ Շարունակեք ստեղծագործել, մենք էլ հաճախ կգանք եւ թատրոնի հանդիսատեսի կարգավիճակում ձեզ սիրով կծափարենք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ 3 է հաշիվը։ Իդեպ այսօր հաղթողներ ու պարտվողներ չունենք։ Շատ լավ, շատ ուրախ եմ։ Գոհենք։ Այո։ Ես էլ։ Հաջողություն կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։